Մեքենան առավոտյան խոտ չի ընկնում, ուշախոտ ընկնում, երկարաստարտեր պահում, առաջի ստարտերից խոտ չի ընկնում։ Բենզինով աշխատում մեքենան, բայց տեղադրված է գազ։ Գազը ինչ կապ ունի։ Ասեմ, ուրեմն գազը կարող է ֆարսունկաներից կամ ռեդուկտորից ճնշումը չպահել, բարձր ճնշում եթե մտավ ռեդուկտորից հետո այցեք որտեղ շատ ցածր է լինում ճնշումը, մոտ 1-1.5 ատմոսֆեր։ Ինքը ֆարսունկաները ի վիճակի չեն լինի պահելու այդ ճնշումը։ Կամած ամբողջ գիշերվա ընթացքում լցնում է կոլեկտոր, մուտքի կոլեկտոր, թթվածինը դուրս է գալիս կոլեկտորից։ Սենց ասած խեղդում է մոտորը։ Առավոտյան երբ որ փորձում եք խոտ տալ, մինչև ամբողջ աբյոմը, ամբողջ լցված գազը չմաքրվի ստարտերի հետ, խոտ ընկնելու հնարավորություն չի լինի, որովհետև թթվածին չի լինում։ Նույն կերպ կարող են ֆարսունկաները չպահեն եւ ռեդուկտորի կլապանից հետո մնացած գազը խեղդի մոտորին։ Նույն կերպ լցվի կոլեկտոր։ Հոտը զգալը հազվադեպ է լինում, փակ տարածքում պետք է լինի, որ աննշան հոտ զգաք, հիմնականում համարյա թե հոտ չի լինում։ Փորձել ենք մի քանի անգամ ցելոֆան ենք փաթաթել շլանգի վրա, համարյա թե չի երևում, որ գազը ծավալ հաղորդի այդ ցելոֆանին կամ ինչ-որ կերպ երևա։ Ամբողջ գիշերվա ընթացքում շատ դանդաղ լցվող process է դա, կոլեկտորը դե հերմետիկ փակ է։ Լցվում խեղդում է։ Առավոտյան թվում է թե բենզինով է խոտ տալի մեքենան, պետք է հեշտ խոտ ընկնի, գազը տեղ ընդհանրապես կապ չունի, բայց իրականում գազի պատճառով մեքենան խոտ չի ընկնում։ Առաջինը դեֆեկտը բացառելու համար պետք է անջատել ռեդուկտորից մինչև գազի ֆարսունկաներ գնացող հաստ շլանգը։ Երեկոյան մեքենան կանգնացնելուց առաջ հաստ շլանգը անջատում եք ֆիզիկապես, որպեսզի գազի ճնշման սիստեմը կապ չունենա ֆարսունկաների եւ կոլեկտորի հետ։ Գիշերը ամբողջ մնում է, առավոտյան փորձում եք գործարկել բենզինով։ Եթե մեքենան հեշտ գործարկվեց, նշանակում է գազնախնդիր է։ Գազը կարողանում է նաև ադապտացիաներ խառնել, այդ մեթոդը բարձելու համար սենց է։ Երեկոյան գազով կանգնում է մեքենան, ադապտացիաները շեղված է լինում։ Առավոտյան սառը ժամանակ խոտ եք տալիս բենզինով, բայց ադապտացիաները շեղված են, սկսում է փրփրթալ, ավառոտներ չպահել, չաշխատել։ Թվում է թե բենզինն է խնդիրը, բայց իրականում բենզինի համակարգը մեղք չունի։ Ադապտացիաները շեղված են։ Այդ բացառելու համար առավոտյան ուղղակի խոտ տալուց առաջ կլեման անջատած պահում եք, ադապտացիաները զրոյանում են։ Կլեման միացնում եք